Իրանական անօդաչուների բազաներն են հայտնվել Իսրայելի պաշտպանության բանակի ուշադրության կենտրոնում։ Պաշտոնական հաղորդագրությամբ Իսրայելը հայտնել է, որ Իրանի տարածքում 250 ԱԹՍ ու դրանց արձակման համար նախատեսված կայաններ է ոչնչացրել։ Իսրայելական հրթիռները վերջին օրերին հարվածել են Թալեգան համալիրին, որ միջուկային զենքի մշակման համար է օգտագործվել իսրայելական կողմի պնդմամբ։ Թել Ավիվը հիշեցրել է նաև, որ պատերազմի 4-րդ օրը հարվածել են Մինզադեհեյ օբյեկտին, որ նույնպես միջուկային զենքի մշակմամբ է զբաղվել։ Այսօր հարվածային 41-րդ ալիքն է արձակել Թեհրանը Ալ-Քուդսուի մոտ կոդային անվամբ։ Թիրախները Թել Ավիվում են եղել, Երուսաղեմում, նաև Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաների տարածքում։ Խորեմ Շեհր, Հեդեր, Հեյբար Շեկան ու Գերձայնային Ֆաթահ հրթիռներ են արձակվել, նաև անօդաչուներ։ Պահապանների կորպուսը հայտնել է, որ հարձակողական ծրագրեր է մշակել, ըստ էության հաստատելով լուրերը, որ Իրանը պաշտպանողականից անցնում է հարձակողական մարտավարության։ Համացանցում է հայտնվել ամերիկյան նավթային լցանավի կադրը, որ հրդեհվել է իրանական հարվածից։ Ահվազում հարվածներ են հասցվել Իրանի ոստիկանության և Պահապանների կորպուսի հրամանատարական կետերին։ BBC-ն նկատում է, որ վերջին 24 ժամերի ընթացքում Իսրայելն ու Միացյալ Նահանգները թիրախավորում են ազգային ենթակառուցվածքներն ու անվտանգային ուժերը։ Իրանական Սեպահ բանկն է դարձել նաև իսրայելա-ամերիկյան հարվածի թիրախ։ Այս բանկի միջոցով են վարձատրվում իրանցի զինվորականներն ու Պահապանների կորպուսը, իսկ առջևում իրանական նոր տարին է։ Իրանական հրթիռներ են այսօր պայթել Իսրայելում, Քուվեյթում ու Բահրեյնում։ Թել Ավիվից մի փոքր հեռու գտնվող Պալմահի օդանավակայանն է հայտնվել իրանական հարվածի տակ։ Այնտեղից է Իսրայելն արձակում արբանյակները, այնտեղ է Հերմես 900-ների բազան։ Օվեդա օդակայանը, որտեղ տեղակայվել են ամերիկյան F-22 կործանիչները, նույնպես հարձակման է ենթարկվել։ Իսրայելի ներքին անվտանգության ծառայության գործառույթները կատարող Շին Bet շտաբը նույնպես իրանական զենքերի թիրախում է հայտնվել։ Իրանական դրոնները թիրախավորել են Քուվեյթի միջազգային օդակայանը։ Այդ երկրի քաղաքացիական ավիացիայի պետական վարչությունը հայտարարել է, որ դրոնները միայն նյութական վնաս են հասցրել։ Իսրայել-ամերիկյան ուժերը հարվածել են Շիրազի օդակայանին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Թեհրանի ուղղությամբ հարվածների լայնամասշտաբ ալիք սկսելու մասին։ Բահրեյնում այսօր օդային տագնապի ազդանշան է միացել, բնակիչներին հորդորել են մոտակա անվտանգ տեղերում թաքնվել։ Հայտնի չէ, թե կոնկրետ Բահրեյնի որ շրջաններում են միացել ազդանշանները, բայց մայրաքաղաք Մանամայի օդում ծխի սյուներ են երևացել։ Չնայած ընթացող ռազմական գործողություններին Միացյալ Նահանգների նախագահը կարծում է, թե հաղթել է Իրանին։ Թրամփը դա նախօրեին է պնդել և հայտարարել, թե չնայած հաղթանակին, ամերիկյան ուժերը կշարունակեն հարձակվել, մինչև գործն ավարտին հասցվի։ Մենք հաղթեցինք, թույլ տվեք ասել, որ մենք հաղթեցինք։ Գիտեք, դուք երբեք չեք սիրում շուտ-շուտ ասել, որ հաղթել եք։ Մենք շահեցինք խաղադրույքը։ Առաջին իսկ ժամին ամեն ինչ վերջացավ։ Միացյալ Նահանգների հետաքննությունների դաշնային բյուրոն Կալիֆորնիա նահանգի ոստիկանական բաժանմունքին զգուշացրել է իրանական անօդաչուների հնարավոր հարձակման մասին Միացյալ Նահանգների արևմտյան ափի ուղղությամբ։ Ըստ հաղորդագրության ինչ-որ անհայտ նավից են արձակվելու անօդաչուները Կալիֆորնիայում չճշտված թիրախների ուղղությամբ։ NBC News-ը հայտնում է, որ Կալիֆորնիայի վրա իրանական հարձակումների կոնկրետ սպառնալիքներ չեն եղել։ Այդ մասին լրատվամիջոցներին իրավական համակարգի 5 աշխատակից է վստահեցրել։ Միացյալ Նահանգների նախագահը անդրադառնալով այս զգուշացումներին հայտնել է, որ դա դեռ հետաքննվում է։ Դա հետաքննվում է, շատ բաներ են կատարվում, մենք ամեն ինչ պետք է ընդունենք այնպես, ինչպես կա։ Պատերազմն ընթանում է այն հունով, որ երբևէ չի ընթացել։ Այլ երկրներ էլ են ասել այդ մասին, հզոր երկրներ։ Նրանք ասել են, որ երբևէ այսպիսի բան չեն տեսել։ Նրանք համաձայն են այն ամենին, ինչ ես անում եմ։ UNICEF-ը հայտնել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմի ընթացքում 1100 երեխա է վիրավորվել և մահացել։ Լիլիթ Սարգսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։